Այս տեսանյութում շփոթված տեսքով մի տղամարդ մոտենում է պատահական մի տան պատշգամբի, ձեռքին պահած պլաստիկ տոպրակ և զուգարանի թղթի գլան։ Հենց պատշգամբ բարձրանալու պահից կարելի է հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ, նրա նյարդային, գրեթե ցնցումնային վարքագծից։ Թվում է տղամարդը հնարավոր է մետամֆետամինի կամ որևէ այլ ծանր թմրանյութի ազդեցության տակ է։ Երբ տանտերը պատասխանում է փակ դռան հետևից, տղամարդն ակնհայտորեն դժվարանում է հասկանալ, թե ինչպես ներկայանա, իսկ երբ նրա դեմքը մոտենում է տեսախցիկին, կարելի է տեսնել, թե որքան լայնացած են նրա բիբերը, ինչը հաստատում է, որ նա միանշանակ թմրանյութերի ազդեցության տակ է։ How can I help you? This is Երբ տանտերը հարցնում է, թե ում է նա փնտրում, ուշադրություն դարձրեք նրա տված անվանը։ What are you looking for? Sosa. Sammy. Առաջին անունը, որը նա տալիս է, Սոսա է, իսկ հետո Սեմի։ Սեմի Սոսա, բեյսբոլիստի նման։ Հավանաբար, դա առաջին անունն էր, որ եկավ նրա մտքին։ What's your name? James. And who are you looking for? No, a friend of mine. No friend of yours lives here, buddy. And I got a Glock over here ready for you. So if you don't get my porch, I'm gonna unload it on your fucking face. Get the fuck off my porch. Sir. Թե ինչու էր նա փորձում ներս մտնել տուն, մնում է միայն կռահել, ինչը թերևս նման իրավիճակների ամենասարսափելի մասն է։ Տանտերը գերազանց վարվեց, հաղորդակցվելով դռան հետևից, նախքան այն բացելը, և նկատելով տղամարդու կասկածելի վարքը, նա պատշգամբում գտնվողին տեղեկացրեց, որ զենք ունի և պատրաստ է այն օգտագործել, նույնիսկ եթե նա իրականում զենք չուներ։ Սպառնալիքները միևնույն է արդյունավետ միջոց էր տղամարդուն մուտքի դռնից հեռացնելու համար։ Այս հաջորդը իսկապես տագնապալի է։ Տեսանյութը վերբեռնողը իրական զոհի հարևանն է։ Դռան տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են 3 զինված դիմակավորված տղամարդ մոտենում տան մուտքի դռանը։ Առջևում գտնվողը զինված է մի բանով, որը նման է ինքնաձիգի։ Դռանը մոտեցող դիմակավորված անձը փորձում է ձեռնոցով փակել տեսախցիկի տեսադաշտը, չնայած ձայն չկա, թվում է նրանք տատանվում են շարունակել ներխուժման փորձը հենց դռան տեսախցիկի պատճառով։ Հիմնվելով կադրերից երևում է, որ ինքնաձիգով տղամարդը մտահոգված է, սակայն նրա հանցակիցներից մեկը բազմիցս նշան է անում, որ նա վերադառնա դռան մոտ, քանի որ տեսախցիկը տեսանյութի մեծ մասում փակված էր ձեռնոցով։ Մենք չենք կարող տեսնել, թե կոնկրետ ինչ էին նրանք անում, բայց բարեբախտաբար տանտերը դուռը չբացեց, և 3 զինված անձինք չկարողացան ներս մտնել։ Հաջորդ տեսանյութում մի տղամարդ կանգնած է տան դիմաց և հայհոյում է, կարծես ինքն իր հետ խոսելով 10-ից 15 րոպե։ Առանց նախապատմության դա գուցե այնքան էլ սարսափելի չթվար, բայց երբ իմանում ենք, թե ինչու այդ տղամարդը այնտեղ կանգնած, ամեն ինչ ավելի տհաճ է դառնում։ Տանտիրոջ ընտանիքի անդամներից մեկի վրա հարձակվել էր շների ոհմակը և կծել առնվազն 12 անգամ։ Շների տերը եկել էր նրանց տուն և կանգնել շեմին, քրթմնջալով ու հայհոյելով 15 րոպե շարունակ, մինչև ոստիկանության գալը։ Never had a problem with her, never had no issues. I never denied that shit that the dog bit her or nothing. Never denied none of that crap. Never denied none of that. But there they were. And then her too, the damn neighbor came out there in her window, got her in that neighbor. She's idiotic, man. And f***ing white people too, like it's dumb. It's dumb. They're gonna put all the dogs to sleep over a dog fight. A dog fight. A f***ing dog fight.
When the hell did I can threaten her? When the hell did I... Տղամարդը անհավասարակշիռ էր թվում նույնիսկ միայն տեսանյութից, չնայած այն փաստը, որ նա ագրեսիվ եւ չվարժեցված շների ոհմակ ունի։ Սա հիանալի օրինակ է, թե ինչու է իրավիճակի գիտակցումը այդքան կարևոր։ Մի զույգի տրան տեսախցիկները ֆիքսել են կեղծամներով երկու զինված հարձակվողների, ովքեր հետևել էին նրանց մինչև տուն։ Զույգը պատմել է, որ տուն գնալիս մի տղամարդ եւ կին սկսել են հետևել իրենց, մինչև հենց մուտքի դուռը, որտեղ տղամարդը, հարձակվողը, ատրճանակ է պահել նրանց գլխի հետևի մասում։ Բարեբախտաբար զույգը շտապ ներս է մտել եւ առաջին հերթին շրխկոցով փակել դուռը, իսկ կեղծամներով հարձակվողները շրջվել եւ ծիծաղելով վազել են դեպի իրենց մեքենան։ Փախուստից րոպեներ անց նրանք զենքի սպառնալիքով կողոպտել են մեկ այլ մարդու, այս անգամ հաջողությամբ։ Բարեբախտաբար տեսանյութը լրատվամիջոցներով հրապարակելուց ընդամենը 1 րոպե անց մի տղամարդ, ով ճանաչում էր զինված տղամարդուն, մատնել է նրան եւ նա ձերբակալվել է, թեև նրա անունը չի հայտարարվել։ Եթե զույգը անմիջապես ներս չմտներ, ով գիտե, թե ինչ կարող էր պատահել։ Հաջորդը օրինակ է այն բանի, թե ինչպես տեսախցիկի առկայությունն ինքնին կարող է զսպող գործոն լինել։ Այստեղ տեսնում ենք մի տղամարդու, ով բնակելի համալիրում մոտենում է ինչ-որ մեկի դռանը, ձևացնելով, թե ոստիկան է, որպիսի ներսի մարդը բացի դուռը։ Արդյոք նա ճանաչում էր բնակիչներին, թե ոչ, հայտնի չէ։ Police! Բայց ակնհայտ է, եթե դուռը բացվեր, ոչ մի լավ բան չէր սպասվի։ Հենց նա հայացք է նետում տեսախցիկին, կարող եք տեսնել նրա դեմքի արտահայտությունը։ Oh shit, I'm in the wrong room. Որն ամեն ինչ ասում է, եւ մի քանի վայրկյան անց նա հեռանում է, եւ լսվում է, թե ինչպես է ասում. «Գրողը տանի, սխալ դուռ եմ եկել»։ Իմ կարծիքով նա հասկացավ, որ իր արածն ամբողջությամբ տեսագրվել է, ուստի իրավիճակից դուրս գալու համար ասաց, թե սխալ սենյակ է եկել, հույս ունենալով, որ դա իրեն կփրկի հնարավոր մեղադրանքից։ Այս մեկը իսկապես վրդովեցուցիչ է, բայց փառք Աստծո, որ ոչ ոք չի տուժել։ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Վիրջինիայում երկու զինված դիմակավորված անձ ներխուժել են մի տարեց զույգի տուն։ Don't say nothing. Don't say nothing. Y'all get the closet. Get the closet right now. Get in the closet. I'm not fucking playing. Get in the closet right now. Get in the closet. Hurry up. Get up. Get up. Get up. Get up. Get up. Hurry up. Get up. Hurry up. Get up. Բայց եթե ուշադիր լսեք, կտեսնեք, թե ինչպես է տարեց կինը ասում կողոպտիչներին, որ իր ամուսինը կոնքազդրային հոդի վիրահատություն է տարել, երբ նրանք հրամայում են շուտ վեր կենալ։ Հետո հենց ծերունին է դա ասում, երբ դժվարությամբ փորձում է վեր կենալ եւ գնալ դեպի պահարանը։ Երբ զույգը հայտնվում է պահարանում, կողոպտիչները շուտով հեռանում են։ Նրանցից մեկը դուրս է բերում չհրկիզվող պահարանը, սեյֆը, իսկ մյուսը վերցնում է դրամապանակն ու զույգի հեռախոսները։ Ըստ ամենայնի, այդ սեյֆում եղել է տասնյակ հազարավոր դոլար, որը պատկանում էր մեկին, ով մնում էր այդ զույգի տանը։ Ոստիկանությունը նույնականացրել է երկու կասկածյալներին՝ 25-ամյա Միչել Բոնի կրտսերը եւ 22-ամյա
Թայրի, Դեմոնտ, Բոնի կրտսերը։ Միթչելը կամավոր ներկայացել է ոստիկանություն եւ մեղադրվել զինված կողոպուտի, հրազենի օգտագործման, առևանգման եւ հանցավոր համաձայնության մեջ։ Թայրին ըստ տեղեկությունների դեռ հետախուզման մեջ է։ Թերևս ամենասարսափելի մասն այն է, որ նրանք հստակ գիտեին, թե որտեղ է սեյֆը։ Թայրին ժամանակ չի վատնել եւ ուղիղ գնացել է այնտեղ։ Սա նշանակում է, որ ցանկացած ոք, ով եղել է տանը, օրինակ վերանորոգողը, բուժաշխատողը կամ որևէ մեկը, կարող էր տեսնել սեյֆը եւ այդ տեղեկությունը փոխանցել ուրիշներին։ Ահա թե ինչու պետք է միշտ զգույշ լինել, թե ում եք ներս թողնում ձեր տուն եւ ինչ են նրանք տեսնում։ Իսկ հաջորդ տեսանյութը եկեք դիտենք առանց մեկնաբանության։ Upstairs. Call over there. 911. I will. Wow. Yeah, I'm coming. Oh. Hello. 4683. 4683 North Trenton Court. Oh. Fire department. 4683 North Trenton. We need a fire department. 4683 North Trenton Court. Fire. Yeah, 4683. Department. Oh no! Oh my god! Keep our shit straight. Yes, it's turning. Upstairs, yes. I'm trying to. Եթե ունեք կամ գտել եք նմանատիպ հոլովակներ, կարող եք ուղարկել մեր Instagram-յան էջին։ Իսկ մենք մեր հաջորդ թողարկումների ընթացքում կանրադառնանք դրանց։ Մինչ նոր հանդիպում։